Խումբ, հանգիվ, սկաց, հանգիվ, վերոխումբը միշտ, Հայաստան, Արցախ, մենք ով ենք, որու, Մենք Կանադայից այս տարի ունենք 16 վարիչներ եւ ես, ուրեմն ընդամենը 17 հոգինոց խումբ ենք։ Ունենք նաեւ 3 հատ օգտական վարիչներ վանացորեն, որ մեզի ամեն օր օգտակար կդառնան, մանավանդ եթե անհասկացողությունը լավ բզիկներ ունեն, իրենք ծանոթ են, ուրեմն շատ օգտակար կլան։ Ունենք այս տարի մոտ 175 երեխաներ Եվ իրականության մեջ խումբը օրեօր կմեծնա, որովհետև ընկերներուն, ծանոթներուն գսեն եւ ամեն օր նոր գրանցվող երեխաներ ունենք, ուրեմն խումբը օրեօր կմեծնա։ Բզդիկներուն տարիքները 11-ն 16 տարեկան են։ Գրնամ ասել, որ այս տարվա ծրագիրը քիչ մը գդարբերի անցած տարիներու ծրագիրներ են, այն իմաստով, որ շատ ավելի հստակ պատկամը կփորձենք փոխանցել բադանիներուն։ Այս տարի մենք որոշած ենք ամեն յուրաքանչյուր ճամփարի օր հատկացնել դարբեր արժանիքիմը մարդկային արժանիքիմը, որ երբ որ ճամփարը ավարտի, բոլոր 10 օրերուն ընթացքին ստացած պիտի լան դարբեր գիտելիքներ եւ ան բոլորը պիտի գազմավորեն իդեալական, այսինքն հայը եւ դիբար թաշնակցականը։ Ուրեմն արժանիքներ ինչպես համեստություն, զոհաբերություն, ղեկավարություն, ասկասիրություն, ընկերասիրություն եւ այլն, աս բոլորը գսորվին դարբեր թաշնակցական թեմքերու եւ թեփքերու մեջ են եւ անանգով արդեն իրենց խելքի մեջ կհստականա ով է թաշնակցականը եւ ով պետք է լա հայը ի վերջո։ Ճամփարը սկսավ օգոստոս 1-ին եւ պիտի ավարտի օգոստոս 12-ին, ուրեմն ընդամենը 10 օր ճամփար կլա, շաբաթ կիրակի երեխաները ազատ են դունգը վերադառնան, ուրեմն երկու շաբթվա վրա։ Գրնամ ասել յուրաքանչյուրը վանացորեն են, գան որ շաբթվան ընթացքին Երևան կմեկնին եւ գուքան, բայց բոլորը հոս գաբրին հաստատ եւ նախորոք քրանցված են։ Այսինքն առաջին օրը չեկան քրանցվելու, ուրեմն բոլորը հոստեղ են։ Ինչանից են Թուրքասյանին, որը սպանեց Ջոջաբոյին, մեր հուստովեց օրորոցին, զարդիլա օմերնին կզին։ Հայաստան, Արցախ, Շատ ուրախ եմ ձեզ տեսամ միանգամից նորից էներգիայով, հավատով ու ուժով զինվեցի, որովհետև եւս մեկ անգամ համոզվեցի, որ այն ինչ անում ենք մենք, դա է միակ ճշմարտությունը։ Հանուն հայրենիքի, հանուն Արցախի ու հանուն հավերժական Հայաստանի։ Մենք հայրիկի հետ մեկ լուսանկարում ենք միասին, ես հիմա ցույց կտամ, որ ավելի պատկերավոր լինի։ Ես այդ լուսանկարի պատմությամբ այսօր ձեզ հետ կկիսվեմ։ Այս է։ Այստեղ ես ընդամենը 6 ամսական եմ։ Եվ շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մայրս եւ հայրս համալսարանում էին սովորում, Երևանի պետական համալսարանում, երբ ես ծնվեցի, իրենք ուսանողներ էին։ Եվ այս լուսանկարը մայրս պատմում է, որ մի օր վերադառնում է տուն եւ վերելակի մոտ սպասելիս դռները բացվում են, տեսնում է հայրս է կանգնած, ես իր գրկում, 6 ամսական, ինքը իր պապենական խանչալը ձեռքին, խանչալը հսկա թուրն է, պապից ժառանգություն ստացած, այդ թուրը ձեռքին եւ հագին ժիլետ է, որը մայրս է գործել իր համար, եւ այդ ժիլետը մեր մարմնին հագած, ինձ էլ գրկած, մայրս զարմանում է, ասում է, «Այսօր եք գնում»։ Այս ժամին փոքրիկի հետ, խանչալը ձեռքից, այդ ժիլետն էլ մեր մարմնից հագած, ասում է, մենք ես ու աղջիկս գործում ենք, անակնկալում ենք, դու բարձրացիր տուն, մենք վերադառնանք։ Վերադառնում ենք այս լուսանկարով եւ մեկ ուրիշ լուսանկարով, ու սա շատ թանկ մասնիկ է ինձ համար, քանի որ ինչպես ասացի, իմ եւ հայրիկիս միակ լուսանկարն է, որը շատ խորհրդանշական է, իրեն հենց այսպես են ճանաչում որպես ազգային հերոսի, լուսանկարը այն լուսանկարն է, որից հետո իր զոհվելուց հետո իր նկարը առանձնացրել են եւ այն ընկերով այդ բարդ եւ պատասխանատու ու այդ բարդ եւ պատասխանատու գործներ հանձնարարված մինչ օրս շատ մեծ
ցավով եւ մեծ հուզմունքով է հիշում, թե ինչպես է ստիպված եղել նկարից ինձ առանձնացնել։ Այս պատմությունը ինձ համար շատ թանկ պատմություն է, հուսով եմ, որ ձեզ էլ հետաքրքրեց։ Կուզեի առաջին հերթին ողջունել Կանադայի մեր գործընկերներին եւ երիտասարդական միության ընկերներին եւ ընդհանրապես դաշնակցական կոմիտեության մեր ընկերներին եւ շնորհակալություն հայտնել, որ նրանք հնարավորություն ստեղծեցին Վանաձորցի մեր պատանիներին ունենալ նման հրաշալի ճամբար։ Ասեմ, որ սա առաջին տարին չէ, երկար տարիներ մենք ունեցել ենք այս ճամբարը եւ իսկապես զգացել ենք այս ճամբարի առավելությունները, այս ճանապարհի արդյունավետությունը եւ նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում մեր ընկերներին նման հնարավորության ստեղծման համար։ Իսկ ինչ մնում է այսօրվա իմ տպավորություններին, ապա ես ուզում եմ ասել, որ իսկապես ամեն անգամ ես նոր զարմանք եմ ապրում, հա, տեսնելով ինչ լավ երեխաներ ունենք, մենք ինչ լավ պատանիներ ունենք, նրանց տրված հարցերը, նրանց հարցերի բովանդակությունը խորքային իմաստով շատ հայրենասիրական, շատ ազգային մտածողություն է լույս աշխարհ հանում եւ ես արդեն տեսնում եմ, որ 6 օրյա ճամբարի աշխատանքի արդյունքում այդ հայրենասիրությունը երեխաների մոտ արդեն նկատելի է, այդ ազգասիրությունը այդ երեխաների մոտ արդեն նկատելի է եւ ես շատ ուրախ եմ եւ համոզված եմ, որ այս ճամբարից մենք ունենալու ենք, այս ճամբարի շրջանավարտներից, մասնակիցներից մենք ունենալու ենք դեպի մեծ հոսք դեպի պատանեկան, այնտեղից հոսք դեպի երիտասարդական եւ ասեմ, որ ունենք տարիների ընթացքում այդ հոսքը եւ ես համոզված եմ, որ այս ճամբարները իրենց ազգասիրության, հայրենասիրության առումով մեծ նշանակություն են ունենալու վանաձորցիների համար եւ հատկապես նաեւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Լոռու մարզի մյուս տեղերում նմանատիպ ճամբարների համար, նույնպես Սպիտակում նորից ունենք այս պահին այդ ճամբարը եւ հավատացած եղեք, որ ձեր աջակցությունը արդյունավետ է, արդյունավետ լինելու է եւ անպայմանորեն տալու է իր արդյունքները եւ մենք այս պատանիների միջոցով, այս պատանիների օգնությամբ ունենալու ենք վաղվա հավերժ Հայաստանի կառուցող երիտասարդներ։ Եթե մեկ բառով նկարագրեմ, հիասքանչ մթնոլորտ, ուժ, հավատ եւ հարատև հավերժական պայքարի ոգի տվող հանդիպումներ ինձ համար միշտ են կարևոր եղել երիտասարդների, պատանիների, փոքրիկների հետ հանդիպումները, որովհետև իրենք են մեր պետականության եւ մեր պետության հարատևման խորհրդանիշները, իրենք են, որ պիտի շարունակությունը լինեն եւ իրենք են, որ հավերժականության ջահը պիտի պատվով կրեն։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, շատ հետաքրքիր հարցումներ ուղեցին ինձ, շատ անսպասելի, բայց միևնույն ժամանակ շատ զուլալ, պարզ, դիպուկ, ուզում էին իմանալ այն, ինչ երևի մենք շատերս հաճախ մոռանում ենք ինքներս մեզ հարցնել եւ ինքներս պատասխան տալ այդ հարցումներին, այնպես որ շատ հետաքրքիր էր, առիթ ունեցա տևական դադարից հետո նորից իրենց հետ մանկանալու, վերհիշելու մանկության հիշողություններ կիսեցի իրենց հետ, որոնք շատ կարևոր էին ինձ համար եւ ուրախ եմ, որ պատիվը եւ առիթ ունեցա այսօր այստեղ հյուրընկալվելու, այս չնաշխարհիկ բնության գրկում իմ շատ սիրելի արժանապատիվ հայ մանուկներով շրջապատված մեր կանադահայ երիտասարդների, ընկերների հետ միասին վայելելու իրենց ներկայությունը։ Ուզում եմ կանադահայ մեր ընկերներին եւս մեկ անգամ առիթից օգտվելով ասել բարձքներդ կատար ընկերներ, կեցեք, որ այստեղ եք, կեցեք, որ հայրենիքում եք, կեցեք, որ ձեր բաժին պատասխանատվությունն եք ստանձնել, հայրենիքը միշտ է ձեզ գրկաբաց սպասում, պիտի շատ ավելի հաճախ այցելեք, պատասխանատվության բաժինն ամեն այցից հետո
էլ ավելի մեծանում է։ Ես վստահ եմ, որ դուք բոլորդ արժանապատվորեն եք այդ պատասխանատվությունը ստանձնել հանուն գաղափարի, հանուն հզոր Արցախի, հզոր Հայաստանի, հանուն մեր հայրենիքի հավերժականության, այնպես որ անհամբերությամբ արդեն սպասում եմ հաջորդ տարվա հավաքներին միշտ գրկաբաց եւ մեծ սիրով ու մեծ պատասխանատվությամբ։ Ուրեմն թշփախտաբար 2019-ին վերջին անգամներ որ ես արիթ ունեցա Վանաձորի ճամփարի մասնակցելու, ապա պատերազմը բադայեցավ եւ 2 տարի պետք է սարեր։ Շատ ուրախ եմ, որ այս տարի դարձյալ մեզի արիթը դրվեցավ մեր այս առաքելությունը իդ ցանկի բերելու վերաթարնալու հայրենիք կորձուղվեցա միջաբես, որովհետեւ ես Կանադայի Մոնտրեալի քաղաք եմ, որովհետեւ ամհամբեր կուզեի դարձյալ արիթ ունենալ այստեղի փոքրիկներուն թրձելու այն ասկային դասյարակությամբ, որմով թրձված եմ ես իմ միութենական կյանքի ընթացքին մերագումբեններս եւ մանավանդ բادرազմեն հետո մեջս վարած էր այդ գրագը ովևէ մեկ ցևով հայրենիքին դարձյալ օգտակար դառնալու, ուրեմն շատ ուրախ եմ որ դարձյալ այստեղ եմ, ես 14 տարեկան բադանիներուն վարիչն եմ այս տարի, մեր խմբագին անունը Փազե է, մեր գանչը վեհ եւ բարձր, շատ աշխուժ են, հագարակ անոր, որ թիվով ավելի փոքր են, շատ աշխուժ են, շատ դարձես գրագը գայրի փրնգի իրենց մեջ եւ ամեն օր ինձի ավելիով քաչալերեն, ավելիով գներշնչեն, որ աշխուժությամբ վերաթարնամ ճամփար, արդեն մտահոգ եմ, թե քանի մորեն ինչպես պիտի բաժնվիմ իրենց մեջ։ Իմ խումբը ավելի 12-13 տարեկանի երեխաներ են, բայց կան որ ավելի երեխա են ուրեմն 8-10 տարեկանոց, բայց ամենը իրար հետ են։ Շատ աղոր է, քիչ պետք է գործանք, քիչ գողոքնես, բայց շատ լավ զգացում ունեն ասել, որ ջամփարին ու կասը երեխաները ամենը գուրախանան, որ քեզի գտեսնեն եւ անանգ զգացում մնե հadoop մնե որ մինակ հոսպիտալ սկսավ Կանադայի մեջ ասի բիչի սկամ Կանադայի երդասարտական միության անդամ եմ երբ որ լսեցի որ այսպես ճամփար մգա անշուշտ թիմեցինք ճամփարին նախ եւ առաջ իմ առաջին անգամն է Հայաստանում շատ ուզեցի որ առաջին անգամս ասանք իմաստալի եւ օգտակար ավելի experience մելա եւ ինձ համար անշուշտ այս ճամփարը երազային էր Եվ ահա հոսեմ, առաջին անգամն է Վանաձորում եմ ալ բզդիկներուն հետ գծանոթանամ գոր հայրենիքիս, բզդիկներուն հետ ամեն հայրենիքս իրենց հետ կվայելեմ գոր, իրենց հետ ամեն օրերս կանցնեմ գոր, որ ինձի համար շատ հրաշալի բան մնե, իրենց հետ ժամանակ անցնելը, ճամփարի ներկա գտնվելը, ծանոթանալը հայրենիքիս բզդիկներուն շատ հաճելի է, բայց քիչ մը դժվար կրնալ լալ գադեններ, բայց ինչաբալ դժվարը լա վերջավորության օրվան վերջը գսես գոր որ վաու շատ հաճելի օր մներ 8-ից 10 տարեկան բզդիկներու հետ է իմ տասարանս անոնք են շատ լավ են, բայց շատ փոքր են, շատ կորց կուզեն, բայց ինչ իրենց երկել սովորացնել առաջին անգամ իրենց բադանից բադրաստելը իբր բադանի լալու բադրաստելը արդեն շատ հրաշալի է ադոր համար բարդությունները չեմ կարող նույնիսկ մտածել Ճամբարում օր առ օր ավելի հարազատ, ավելի լավ Ճամբարում մենք սովորում ենք տարբեր մարդկային որակներին սովորում ենք այնպիսի բաներ որ սկի դպրոցում էլ չեն ասի Ճամբարում մենք ունենում ենք նոր ընկերներ անց ենք անցնում շատ հավես ժամանակ Ես Վանաձորից եմ ու իմ տատիկը ինձ ասեց, որ ճամբար կազատված է իմ առաջին անգամն է ու տպավորություններ շատ վառ, շատ գեղեցիկ, շատ լավ տպավորություններ են։ Դե ես անդադ ուզում էի իմանալ ասեմ, ուզում էի ասեմ, որ իմ անունը Ասպրամ է, եւ որ հարցեր ենք տալիս, ուզում էի ասեի, թե ինչ է քո անունը, ասեի Ասպրամ, եւ այդտեղից նրա հետ զրուցեի, նրա հետ ես նկարվեցի Նրա հետ ես երեք ինտերնետում գրել եմ Ասպրամ Կրպեյան և նրա կենսագրությունն է բերել Ես չէի պատկերացնում, որ Թաթուր Կրպեյանի դուստրը Ասպրամը կգա և մեզ կտեսնի Նա ինձ շատ դուր եկավ և իր բնավորությամբ և նրա հայրենասիրությամբ, սակայն հուզվեցի, սակայն նրա
հոգուզ մեջ հուզում զգացի, որովհետև նա մի տարեկանից կորցրել էր իր հորը եւ շատ պատմություններ նրա մասին չէր հիշում։ Հետաքրքիր այնտեղ մենք երբ դասեր ենք սովորում, գալիս ենք մարզվում ենք, սնվում ենք, հետո նորից դասախոսություններ ենք անցկացնում եւ վերադառնում ենք տուն։ Ջահել դու քիչ ունես երդաշեն,